Բարի երեկո հարգելի բարեկամներ, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ կինոռեժիսոր իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Հովհաննես, այսօր ջահերով ներողություն, այսօր երթ էր բանից Զվարթնոցի տաճարից մինչև Մայր տաճար կային տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, շատերը չկային այդ քաղաքական ներկայացուցիչներից, բայց խորագիրը հետևյալն էր, որ ի պաշտպանություն եկեղեցու է, ուզում եմ հարցնել, դուք հավատում եք, որ ի պաշտպանություն եկեղեցու լայն հանրային կոնսոլիդացիա կձևավորվի։ Այն, որ եկեղեցու վարկանիշը ամենաբարձրն է հիմա բոլոր հաստատություններից, դա փաստված է, հա, Կովկասյան բարոմետրն է ցույց տվել, որ շուրջ 80% վստահություն կա եկեղեցու նկատմամբ ու ես կարծում եմ, որ այս հանցավոր խմբի հարձակումները էլ ավելի են բարձրացնելու վարկանիշը եկեղեցում, որովհետև սրանք ում վրա հարձակվում են, առհասարակ վարկանիշը բարձրանում։ Մինչև այն պահը, մինչև այդ ում վարկանիշը որ բարձրանում է, չի պարտվում, բայց պարտվում են այն դեպքում, երբ որ մտնում են քաղաքական պայքարի մեջ, քաղաքական նկատի ունեմ իշխանությունը փոխելու պայքարի մեջ, նկատի ունեմ բան ճանապարհով, հա, իշխանություն գալու ճանապարհով իշխանությունը փոխելու, ոչ թե իշխանությունը փոխելու մտքեր ունենալու եւ դրա համար պայքարելու, այլ հենց որպես իշխանության գալու, օրինակ եթե վերցնենք բանը Տավուշի շարժումը, հա, եւ դա դարձավ արդեն մենք ենք գալու իշխանության եւ երբ որ տապալվեց, արդեն իրենց վարկանիշը ընկավ։ Իսկ մինչ այդ բարձրանում էր։ Իսկ արդյոք այդ կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ համախմբումը կբերի քաղաքական ուղղվածության, ես ճիշտ ասած շատ չեմ հավատում, որովհետև եկեղեցու շուրջ համախմբումը ճիշտ ասած ավելի հենց բան է, կրոնա հավատքային է եւ պաշտպանելու միտումով, բայց որ այդ բանը մարդկանց կարող են ուղղել բանին, իշխանափոխության, հիմա այդքան էլ չեմ կարծում, որովհետև գիտեք ինչ, այլ բան է լինել հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այլ բան է հավատալ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելուց։ Հավատը Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու այս 7 տարիների ընթացքում չափազանց նվազած է, մարդիկ ապաթիայի մեջ են եւ նույնիսկ այն ամենասենց որ ատում են, ուզում են բացնել սրանից, բայց այս շարժումների տապալումների պատճառով այլևս չեն հավատում, ու տենց մի տեսակ էլ չեն ուզում էլի գնան կպնեն ինչ որ շարժման։ Դրա համար հա, այդ խնդիրը կա, բայց որ եկեղեցու շուրջ, այսինքն եկեղեցու շուրջ համախմբումը ինքը քաղաքական կապիտալ չի, ինքը պաշտպանության, եկեղեցուն պաշտպանելու, հավատքը իրացնելու, ցուցադրելու, եկեղեցուց ուղերձ հաղորդություն ստանալու բան է, միջոց է, բայց ոչ քաղաքական կապիտալ։ Այս երթը նաև այսպես ենթատեքստ ուներ, թաքնված ենթատեքստ ուներ Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածի առումով, գիտեք Սամվել Կարապետյանի մի թույլ տվեք ասել անմեղ հարցազրույցը եւ մի անմեղ դիտարկում, որ ինքը իր ձևերով է պատրաստվում պաշտպանել հայ առաքելական եկեղեցուն, ինձ թվում է հայ առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ, ով եկեղեցին համարում է սրբություն, պատրաստ է իր ձևով պաշտպանել եկեղեցուն, բայց եւ այնպես դա դարձավ քրեական գործի հարուցման առիթ եւ Նիկոլ Փաշինյանը այդ քրեական վարույթի նախաձեռնման
խոզարկությունների եւ ամեն ինչին ընդառաջ եւ հնդածած ինչ որ գրառումներ էր անում, նաեւ Սամվել Կարապետյանին ստահակ էր անվանում եւ այլն եւ այլն։ Ինչու Սամվել Կարապետյանը այս իր մի անմեղ արտահայտությամբ հայտնվեց թիրախում։ Ինձ թվում էր ամեն ինչ պարզ է, բայց լավ, ուրեմն նախ այն հակաուտոպիան, հա, նկարագրենք, որ մենք ապրում ենք մի տեսակի մարդկանց շրջանում, որոնք Արցախը հանձնել են 150,000 մարդու անտուն են թողել, 385 եկեղեցի են հանձնել են, որոնք 66 վանք ու Սամվել Կարապետյանը իր խոսքը արտահայտեց այն ժամանակ, երբ որ հայհոյում էին եկեղեցուն եւ կաթողիկոսին հեռացնելու հակասահմանադրական որոշումներ էին կայացնում, խումբ էին հավաքում եւ այլն եւ այլն։ Պատկերացրեք, մարդը իր կրոնական կազմակերպությունը պաշտպանելու համար հիմա բանտում նստած է։ Իրողությունը էս է։ Դու քո կրոնական կազմակերպությունը գրանցված է Հայաստանում, օրինական է, ամենամեծ հետևորդները ունի, ամենաշատ մեր հետևորդները ունի, ու քո պետության գործադիր մարմնի ղեկավարը ինքը սահմանադրությունը խախտում է պետության եւ եկեղեցու տանջատման սկզբունքը, քիթը խոթում է եկեղեցու կյանքի մեջ, խախտում է ներպետական օրենքները, ընդ որում քրեական օրենսգրքով սահմանված հոդված կա 207-րդ հոդված, 209-րդ հոդվածը, որ խոչընդոտելը քրեական պատիժ է սահմանում կրոնական կազմակերպության կյանքի խոչընդոտելը, իսկ եթե պետական պաշտոնյայի միջոցով արված ծանրացուցիչ է Այո, որակյալ մաս է։ Հա։ Ուրեմն մարդը կանգնել է իր այն հաստատությունը, որի հետևորդն է ինքը, պաշտպանել է այդ հարձակվողներից, այդ սահմանադրախախտներից, ու սրանք գնացել են ազատությունից զրկել են։ Այսինքն իրանք հենց հերիք չի այնտեղ սահմանադրություն են խախտել, միջազգային իրավունք են խախտել, մարդու անձնական կյանքն են մտել, ընտանեկան անձնական հանրային քննարկման առարկա են սարքել, այդ ամեն ինչը հերիք չի, հիմա էլ դրա հետևանքով հայ առաքելական եկեղեցու հետևորդը դուրս է եկել պաշտպանի, անում են բանտարկում են։ Սա եթե ֆաշիզմ չի, բոլշևիզմ չի, նեոօսմանիզմ չի, երիտթուրքիզմ չի, սա ամբողջությունն է, հա, այդ ամեն ինչի։ Ընդ որում նաև ինկվիզիցիայի տարեր կան մեջը։ Դրա համար Սամվել Կարապետյանի կալանավորումը կոչել կալանավորում սխալ է, որովհետև գործադիր մարմնի ղեկավարն է հրահանգը տվել ազատությունից զրկելու, որը սահմանադրախախտ է, իսկ եթե սահմանադրախախտ է գործադիր մարմնի ղեկավարը, ապա այդ ամբողջ խումբը հանցավոր խումբ է, ոչ թե քաղաքական, որը եկել է, որը զավթել է իշխանությունը, հետևաբար Սամվել Կարապետյանի ոչ թե դատարանն է կայացրել որոշումը իրավական երկրի, այլ կայացրել է հանցավոր խմբի անդամը, մի անդամ։ Ու դրա համար կալանավորում կոչելը ինքը դասական իմաստով սխալ է եւ պետք է կոչել պատանդ վերցնել։ Օրինակ պատանդ են վերցրել ու հիմա փորձում են, ասենք, շանտաժի միջոցով այնպես անել, որ նա իր խոսքից հետ կանգնի, չէ՞, որպեսզի ասի դե լավ, ես իմ կրոնական կազմակերպությանը այլևս չեմ պաշտպանում, հարձակվեք նրա վրա, թույլ եմ տալիս, այո, մենակ թե ինձ ազատ արձակեք, նո էսա մոտավորապես, այսինքն շանտաժ են անում մարդուն, որպեսզի իր խոսքի ազատության իրավունքից, իր կրոնական կազմակերպությանը պաշտպանելու բանից հույզերից ինքը հրաժարվի։ Ուրեմն պատանդ է։ Քաղաքական բանտարկյալ չի, պատանդ է, որովհետև հանցավոր խմբի կողմից է եղել էս ամենը, սահմանադրություն խախտած խմբի կողմից է։ Էս այդ մասով ու այստեղ ուրիշ բան չկա, հա, քննարկելու,
իրավական տեսանկյունից։ Իրավական տեսանկյունից չէ, ես կուզեմ մի հատ բարոյական հարց քննարկենք։ Տեսեք, մեր եկեղեցու դեմ արշավը պարփակվում է հիմնականում եւ ամենաառաջին հերթին վեհապար Հայրապետի անձի հետ։ Ասում են նիկոլականները, ովքեր Նիկոլ Փաշինյանն են արտահայտում, ասում են, հա դե եկեղեցու դեմ չի, Գարեգինի դեմ է պայքարում։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ մտածումը, այդ միտքը, այդ խոսույթը, որ Գարեգինը վատ կաթողիկոս է, Գարեգին բեն KGB-ի գործակալ է, Գարեգին բեն մաֆիոս է, բիզնեսմեն է, այդ որտեղից է եկել այդ խոսակցությունները, հա որ աղջիկ ունի, դուստր ունի Խաթուն անունով, կամ եթե նույնիսկ թեկուզ ունի դա բավարար պատճառ է իրան վատ կաթողիկոս համարելու համար։ Ուզում եմ հասկանամ, ինքը ըստ քեզ, այս ամեն ինչը ես իմացած բոլոր հարցադրումները հաշվի առնելով, ինքը ըստ քեզ վատ կաթողիկոս, օրինակ Գարեգին բն վատ կաթողիկոս է, ինքը պետք է հեռանա։ Նախ ես չեմ, որ պետքա որոշեմ կաթողիկոսը պետքա հեռանա թե ոչ, դա կրկնում եմ, կրոնական կազմակերպության ներքին գործն է, թե ոնց են իրանք իրենց կյանքը կառավարում, հա, վարչական կյանքը կառավարում, սակայն փորձենք մի հատ վերլուծել։ Մենք խոսակցություն սկսեցինք նրանից, որ եկեղեցին ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատությունն է։ Հիմա եթե ամենաբարձր վարկանիշ ունեցող հաստատությունն է, ինչպես կարա այդ հաստատության ղեկավարը լինի վատը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, ասենք, ունի 15-14% վարկանիշ։ 11%, ըստ վերջի հարցումների։ Հա, տարբեր հարցումներ կան, մի հարցում չի, մի հարցումով 11, մի հարցումով չունի, օրինակ իմ կարծիքով, իմ հարցումներով, եւ ու մյուս կողմից, ասենք, եկեղեցին, որը ունի 80%։ Այսինքն ամենա բարձր վարկանիշ ունեցող հաստատության ղեկավարին ամենացածր ունեցող վարկանիշ ունեցողը ուզում է հեռացնել, չի լինի։ Այս են նախ 2018 թվականը չի, որ սրա վարկանիշը ծփում էր մինչև 80 հասնում էր։ Հիմա այս հանցագործությունները կատարելու ընթացքում բնականաբար պետք է իջացնել։ Այս ասացինք, հա, եթե վատ կաթողիկոս լիներ, եկեղեցու վարկանիշը ընկած կլիներ։ Հիմա այն թեզերի հետ կապված, հա, որ այդ նիկոլական թեզերը գցում են, այսպես է, այնպես, նրանց գործը չի հասկանում եք, նույնիսկ եթե ասենք եկեղեցին կաթողիկոսը չի, այդտեղ դրանից այն կողմ այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն խառնվել է եկեղեցու գործը, դրանից այն կողմ խոսակցություն չկա։ Չունի իրավունք եւ հանցագործություն է կատարում, դրանից այն կողմ խոսակցություն չկա։ Եվ ամեն հայ առաքելական եկեղեցու հետևորդ ընդ որում պետքա այդ դիրքորոշմամբ մոտենա, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է իր անձնական իրավունքը, ինքը պետքա վեր կենա այդ մարդկանց ասի, իմ կրոնական կազմակերպության իրավունքը ինքը խախտել է, ինքը իմ կաթողիկոսն է։ Չէ, բայց ինքը մարդկանց մեջ կասկած է գցում, ասում է, այ նայեն մարդուն, որ դու այդպես հավատում ես, համարում ես քո կաթողիկոսը, ասելա, որ ես պետքա կնոջ երես չտեսնեմ, բայց ինքը հերիք չի կնոջ երեսա տեսել, մի հատ էլ երեխա ունի։ Նորից եմ կրկնում, եթե մենք սկսում ենք այն կետից, որ ինքը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, դրանից այն կողմ տարածք չկա։ Չկա, պատնեշ է։ Եթե չունի, եթե պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, ինչը բան չի, հա, մենակ Հայաստանից ծնված բան չի, դա դարերի ընթացքում այդ բոլոր այդ քաղաքակրթությունների, բախումների, զարգացումների եւ մինչեւ 21-րդ դար հասնելու 20-րդ դարում մարդու իրավունքների հռչակագիրը ստեղծելու, որի վրա միավորված ազգերի կազմակերպությունն են ստեղծել, հետո նաեւ մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայի եւ մնացած կոնվենցիաների հիման վրա, նաեւ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի, մի խոսքով այս բոլոր բաները, որ տեղի են ունեցել, տեղի ունեցել նրա պատճառով, որ պատմությունը ունեցել է լիքը Նիկոլ Փաշինյաններ։ Նիկոլ Փաշինյանը առաջինը չի պատմության մեջ իր բանով, իշխանամոլությամբ եւ բանով բան Զավթողականությամբ։ զավթաֆիլիայով, հա, ինքը Զավթաֆիլ է, լավ բառ։ հա, զավթաֆիլ։ Մի խոսքով, այդ ամեն ինչը ստեղծվել է, որպեսզի աշխարհը կարողանա Նիկոլ Փաշինյանների նմաններին թույլ չտա, որ իրանց զավթաֆիլիան բանեցնեն մարդկանց վրա, որովհետև մենակ իրանք չեն, հա, այս աշխարհում մարդը, մյուսներն էլ են ուզում ապրեն։ Հիմա այդտեղից է սկզբունքը սկսվում։ Երբ որ այդտեղ արդեն այդ սկզբունքը դրված է սահմանադրությամբ, որ չես կարող ախպեր խառնվես, դրանից այն կողմ էլ բան չկա, էլ քննարկելու տեղ չկա, կաթողիկոսը ունի երեխա, չունի երեխա, 100 հատ ունի երեխա եւ այլն եւ այլն։ Նախ նույնիսկ եթե ունի էլի եկեղեցու դերքին գործնա, որովհետեւ իրանց կանոնակարգն է։ Նայեք, կաթողիկոսը, եթե ես որպես քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կարա եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ չլինի, ես կարամ պրոբլեմ չունենամ, որ օրինակ Եհովայի վկաները հանկարծ իրենց տնօրենը խախտել է կանոնը եւ արյուն է փող Ներարկել, մեկ ուրիշին, հա, տվել է դոնորություն։ Կամ ծնունդը։ Կարամ պրոբլեմ չունենամ, չէ, ես դրա հետ։ Ասենք հա իրանց գործն է, իրանց ներքին գործն է։ Ու նույնն էլ առաքելականի պայմաններում։ Ես կարամ պրոբլեմ չունեմ, բայց որ երկրի վարչապետը խախտում է սահմանադրությունը, ներպետական օրենքները ու քրեական օրենսգրքով հանցագործություն է կատարում, այդտեղ արդեն ես գործ ունեմ, որովհետև սահմանադրությունը արդեն յուրաքանչյուր քաղաքացուն է վերաբերում, անկախ նրանից առաքելական եկեղեցու հետևորդ ես թե ոչ, վարչապետի արած խախտումը սահմանադրական վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Ուստեղ իմ հարցն է, իմ սահմանադրությունը խախտել է երկրի գործադիրը, որը իրականում հանցավոր խմբի բան է։ Ու ես ստեղ այն խնդրեմը հասկանում եք, որ ինքը իրավունք չունի սահմանադրությունը խախտել ու եկել եք ասում եք կաթողիկոսը երեխա ունի թե չունի։ Ինչ կապ ունի, ինձ ինչ ունի թե չունի։ Ինձ ինչ, բայց վարչապետը իրավունք չունի խախտի սահմանադրությունը։ Վարչապետը իրավունք չունի լինի վարչապետ, բայց կաթողիկոսը կարա լինի կաթողիկոս իմ քաղաքացու հայացքով, եթե խախտում է իրանց կրոնական օրենքները, որտեղ ես իրանց կրոնական մասը կարող եմ չլինել, բայց սահմանադրությունից զատված, երբ որ այդ կապույտ պասպորտը ունեմ, չեմ կարա լինում սահմանադրությունից զատված։ Օրերս Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է, Պոլսո հայոց պատրիարքը նրան ոչ ընդունեց, ոչ էլ ուղեկցեց, բայց լուսանկարներից մեկում երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու է եկել հայ կաթոլիկների ղեկավար Հայր Վարդանը, կարծեմ, այդպես է կոչվում այդ մարդը։ Հիմա արդյոք այս ամեն ինչը, որը հիմա ստեղծված է, ես իհարկե իմ էությամբ կողմ եմ տարբեր կրոնական հայացքների, կրոնական ազատությունների եւ դրանց իրացմանը, բայց մյուս կողմից էլ կան ռադիկալ ինչ-որ աղանդներ, որոնք գուցե առիթավորվեն այս ամեն ինչից եւ կամ գուցե հենց հայ առաքելական եկեղեցին եւ Հայաստանի այցեքարտերից է, չէ, պետություն, որ ունի սեփական քրիստոնեության սեփական ընկալումը եւ գուցե ինչ որ Հայաստանի կաթոլիկացման տարբերակ քննարկվի մոտ ապագայում, օրինակ նման մտավախություններ չունեք։ Նախ շատ վտանգավոր թեզեր ենք հիմա սկսում քննարկել։ Ես հայ կաթոլիկները Հայաստանի եւ հայ ինքնության մի մասն են, եւ այս թեզերը քննարկելով եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ արածը, որ ինչ որ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչի հետ է հանդիպել, դա որևէ ձևով չի պրոյեկտվում ամբողջ կաթոլիկ համայնքի վրա։ Նույն ձևով Նիկոլ Փաշինյանը առաքելական եկեղեցու բաներին է հանդիպում, հա, օրինակ բանում Էստոնիայում գնաց հանդիպեց բանին,
Էստոնիայի թեմի առաջնորդին, կամ գնում են հանդիպում են ինչ-որ Ամերիկայում ինչ-որ բանի սպասավորների։ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հանդիպումը շատ վտանգավոր է դիտարկել այդպես ընդհանրական թեմայով, քանի որ Նիկոլ Փաշինյանը ինքը իր տեղով դավաճան է, եւ ով իրան կպնում է sense մի հատ դավաճանության ասոցիացիա է, հա, լինում, ու ինքը դա շատ լավ գիտի ու կարող է ցանկացածին գնալ sense կպնել, որպեսզի նրա նկատմամբ ատելություն տարածի։ Ես որևէ վտանգ չեմ տեսնում, ես միայն վտանգ տեսնում եմ, որ հնարավոր է դրա համար վտանգ տեսնել։ Մյուս կողմից, այստեղ կարևոր բան կա, կետ կա, որ պետք է քննարկենք կրոնական կազմակերպությունների հետ կապված։ Նախ Հայաստանում օրենքով չարգելված օրենքից դուրս գործող կրոնական կազմակերպություն չկա, որովհետև այն կրոնական կազմակերպությունները, որոնք գրանցվել են օրենքին համապատասխան, եւ օրենսդրությունը չխախտելու հիման վրա նրանց գործունեությունը չի կասեցվել։ Դեռևս չեն արել հակաօրինական բան, որի համար կարելի է կասեցվել, ասենք, չգիտեմ, ահաբեկչությունը կամ ինչ որ ուրիշ բան։ Մյուս կողմից Հայաստանում կա մոտավորապես 60 կամ 60-ից մի քիչ ավել գրանցված կրոնական կազմակերպություններ։ Եվ այդ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները ճիշտ կլիներ, որպեսզի իրենց դիրքորոշումը հայտնեին Հայաստանում գրանցված մեկ այլ կրոնական կազմակերպության դեմ հարձակման հետ կապված, որովհետև կրկնում եմ, սա սահմանադրության տիրույթ է, որը բոլորին է վերաբերում, անկախ կրոնական կազմակերպությունից։ Եվ այստեղ խախտվել է խղճի ազատությունը, իսկ խղճի ազատությունը հատկապես վերաբերում է կրոնական կազմակերպություններին։ Եվ ինչպես օրինակ լոռեցին Սյունեցուն է սատար կանգնում, Սյունեցին Վայոց ձոր ցուն, Վայոց ձորցին Շիրակ ցուն, այս նույն տրամաբանությամբ պետք է կրոնական կազմակերպությունները այդ խղճի ազատության իմաստով մեկը մյուսին սատար կանգնեն։ Մյուսը, ես հասկանում եմ, որ տեղի է ունենում նաև որոշակի քաղտեխնոլոգիա, հատկապես նախկին իշխանությունների մշակույթից եկող, որ Նիկոլ Փաշինյանի հարձակումները կապում են այլ կրոնական կազմակերպությունների հետ, հանրության շրջանում այդ բառն են օգտագործում, աղանդ բառը, բայց մյուս կողմից մենք տեսանք, որ երկու կրոնական կազմակերպություն, որոնց վրա հիմնականում այդ հարձակումը գործում էին, Եհովայի վկաների եւ կյանքի խոսքի, նրանք իրենց դիրքորոշումը ցույց տվեցին, ասելով, որ նրանք Նիկոլ Փաշինյանի կողքին չեն։ Մասնավորապես կյանքի խոսքը իր բանը հայտնեց եկեղեցուն, հարգանքը հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, իսկ Եհովայի վկաները պարզապես ասացին, որ մենք չեզոք ենք։ Եվ այստեղ իրականում լրագրողները անելիք ունեն, որովհետև եթե կա 65 կրոնական կազմակերպություն եւ կա ռոպագանդա կողքից, որ կարող է բոլորի վրա ուղեն, հա, այդ ատելությունը Նիկոլի, ասեն Նիկոլը, չգիտեմ, այնտեղ դեսանտներ է իջեցնում, ասենք, բանից 50-ականներից կամ չգիտեմ, բանից կրիշնայականներով են հարձակվելու, սենց բաներ հորինեն, մյուս ռոպագանդայի կողմ, բայց լրագրողների գործը ճշմարտությունը դուրս բերելն է, մասնավորապես սահմանադրությունը պաշտպանող ճշմարտությունը։ Եվ 65 կրոնական կազմակերպության տվյալները բաց դրված են ինտերնետում, կարելի է ուղղակի փնտրել ու գտնել, զանգել եւ նրանցից դիրքորոշում ուզել եւ տեսնել, թե ինչ դիրքորոշում ունեն։ Եվ հատկապես խղճի ազատության խախտման տեսակետից, հա, այստեղ կարելի է նույնիսկ չասել հայ առաքելական եկեղեցուն պաշտպանում է, կարելի ուղղակի ասեք, դուք ո՞նց եք վերաբերվում, երբ որ օրենսդիր մարմնի ղեկավարը խառնվում է մեկ այլ կրոնական կազմակերպության կյանքին։ Դե ո՞նց պիտի վերաբերվենք, ուզեին, որ իրանց կյանքին խառնվեր, հա, գար որոշեր, թե ով պետք է տնօրենը լինի։ Կարծում եմ, որ չէին ուզի։ Ու այս իմաստով բանն էլ կլիներ, ուժեղացներ մեր դիրքորոշումը, ցույց տալով, որ Նիկոլը մենակ է, թեև հա, շատ ամուր կամք ունի, բայց միևնույն է, նա մենակ է։ Սամվել Կարապետյանը ձեզ կդառնա քաղաքական ֆիգուր, որովհետև ուզի թե չուզի իրեն Նիկոլ Փաշինյանն արդեն կալանավորել է եւ ակնհայտ քաղաքական մոտիվներով է կալանավորել,
Այսինքն այնպես չի, որ Սամվել Կարապետյանը որևէ հանցանք էր կատարել եւ բնական երևույթ պետք է լիներ նրա կալանքը։ Այսքանով հանդերձ իր ապօրինի կալանքով նաեւ պայմանավորված։ Կարծում եք Սամվել Կարապետյանը օրինակ Ռուբեն Վարդանյանի նման կսկսի զբաղվել քաղաքականությամբ եւ առաջնորդել որոշակի շարժ։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը այս քայլին գնալուց առաջ եւ նրա տեքստերից, ելույթներից է երևում, նա գիտի, որ պատասխանատվություն է վերցնում ոչ միայն իր համար, հա, որ իրեն կնստացնեն եւ այլն, բայց նրա արած քայլով նա հավատք է բացում եւ ներշնչում միլիոնավոր մարդկանց։ Որովհետև այս տարիների ընթացքում որ անդադ հուսահատվում են մարդիկ, հետո երբ որ մեկը գալիս է ու այսպիսի քայլ է անում, ոնց որ մագնիսն է դառնում, հա, այն մյուս մարդկանց, որ կլանի։ Այսինքն Սամվել Կարապետյանի պատասխանատվությունը մենակ իր վրա չի այլևս։ Եվ ես կարծում եմ հենց սա արդեն այդ քաղաքականությունն է, որ երբ որ դու դառնում ես այս բանին դավաճաններին հեռացնելու հնարավորություն ես դառնում, դա հենց երևի արդեն Հայաստանի այս ներկայիս պայմաններում կարելի է կոչել քաղաքականություն։ Բայց իհարկե Սամվել Կարապետյանը չի կարող որպես վարչապետի թեկնածու չպատգամավոր հետո որից հետո վարչապետի թեկնածու լինի, որտեվ քաղաքացիության խնդիր ունի, եթե չեմ Ընկերունի, սխալվում։ այո, չի պահանջված։ Հա, այդտեղ արդեն չեմ ուզում ենթադրություններ անեմ, որտեվ իրենց լավագույն տարբերակը իրենք կարող են գտնել, թե ինչպես է պետք անել, բայց այնուամենայնիվ այս իմ հույսը նա է, որ այդ ոչ թե հույս, այլ տեքստերից երևում է հայտարարություններից, որ այդ գիտակցումը կա, որ մենք այլևս պատասխանատու ենք այս երկրում տեղի ունեցող վիշտը, ողբերգությունները, անարդարությունները, այդ թվում սոցիալական անարդարությունները, մարդու իրավունքների ոտնահարումները դադարեցնելու համար։ Այնպես որ ես հաջողություն եմ մաղթում, բայց գիտեք, ես այս վերջերս մի հատ թեզ էի անընդհատ շրջանառում իմ հավատալիքներից, որ մենք այնուամենայնիվ ցույց ենք տալիս աշխարհին, որ մեր առաքելությունը հատկապես այն իմաստով, որ սովորական ազգ չենք, որովհետև մերոնք հիմա տանջվում են Բաքվի բանտում ժողովրդավարության եւ մարդասիրության համար, հա, եւ որ միլիարդատերը նույնիսկ ուրիշ երկրում չես գտնի, որ այդ գաղափարների համար կարող է ինքը իրան մեկ էլ հայտնվի բանտում։ Բայց Սամվել Կարապետյանն էլ է, չէ, այս դեպքն է, ասենք ամենահարուստ մարդկանցից մեկը երևի աշխարհի, որևէ խնդիր չունի, բայց իր բանի ինքնության համար, իր եւ մյուսների ինքնության, իր մեծ ընտանիքի ազգային ինքնության համար եւ ազգային փոքրամասնությունների նաեւ Հայաստանի, ինքը փաստորեն գնում է մի քայլի, որից կարող ամեն ինչ կորցնի, չէ՞։ Հա։ Ու այս իմաստով սա ազգային հպարտության տեղիք պետք է տա, որ մեր ազգի ներկայացուցիչը իր ամբողջ ունեցվածքը, կարողությունը, տարիների վաստակածը կարա մի կողմ դնի, բայց որպեսզի պաշտպանի մնացած բոլորի ինքնությունը։ Ու սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև սա լրիվ Նիկոլ Փաշինյանի հակադարձն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Կոստանդնուպոլիս եւ հայ համայնքին այնտեղ հայտարարում է, որ հույսը ին վրա չդնեք, դուք ինձ հետ կապ չունեք, չէ՞, ասեց, չէ՞, մարդը, չնայած մենք գիտենք, ինքը բրախիստ է եւ այդ բրախիստ տերմինը առաջացել է նրա պատճառով, որ ինքը բրախել է աշխարհի բոլոր անկյուններում հայերին, Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում, հենց հիմա Իսրայելում Հայֆային խփում են հայերին, այնտեղ երեխաներին ուզում են գոնե երեխաներին հանեն, երկրից սրանք ոչ վեճներն է, ոչ բանը, նույնն է Իրանում էլի հայերը բանի ռմբակոծությունների տակ, սա այստեղ իր բանն է անում, կաթողիկոսական այդ իր զավթաֆիլիայով է տարված։
ու այս իմաստով հա ինքը հակապատկերն է, որտեվ Նիկոլ Փաշինյանը օրինակ պատկերացեք, հիմա եթե ասենք Գերմանիայում հայ կանանց մեկ էլ սկսեն ինչ-որ բռնաբարել, որովհետև նրանք հայ են։ Զուտ դրա համար, դա ինձ շատ թուրքեր կան, չէ՞, մեկ էլ ասենք այտենց մի հատ իրադարձություն, սքինհեդները սկսեն հայերին, օրինակ Ռուսաստանում ոնց է 2000-ականների սկզբին սքինհեդները հայերին բան էին անում, ոչ միայն հայերին, բայց նաև հայերին նեղում էին։ Ու սա պետք է ոչ մի բան չանի։ Չգնա ասենք արտաքին գործերի նախարարություն հանձնարարական իջեցնի կամ չգիտեմ այնտեղի համայնքներին համախմբի ստեղից մարդկանց ուղարկի այնտեղ դիտարկումներ անելու։ Ես երբ որ այն ճարում էի մի քանի տարի առաջ, այնտեղ հիշում եմ պատմում էին քաղաքապետը պատմում էր, որ արաբների հետ կոնֆլիկտ էր եղել, ու այդ ժամանակ Հայաստանը արդեն անկախ էր, ու Հայաստանից մեծ օժանդակություն գնաց, հա, այնտեղ պատվիրակություն գնաց, ուժ ցույց տվեցին, ուժ ցույց տալը նկատի չունեմ, հա, զենք, մեքենա, sense թանկանոց մեքենաներով, sense արաբներին ցույց տվեցին, որ մենք ուժեղ ենք, էլի։ Հա, այսինքն ցույց տվեցին, որ մենակ չեն։ Հա, ու դա ինչ է, դա բնականաբար բոլորս եթե մտածենք ինչպիսին ենք ուզում որ մարդը լինի, բնականաբար կասենք որ այդպիսին որ գնա պաշտպանի։ Չենք ասի, չէ, ուզում ենք որ բրախի, այնտեղ ասենք կողքը մեկին են սպանում, ասի դե լավ, ես հիմա սրա հետ կապ չունեմ, այնտեղ ասենք մեկին են բռնաբարում, ասի սա բանը հայաստանցի չի, էսի բանը համե Արցախը հեսա ճանաչելու ենք Ադրբեջանի կազմ, մեր հետ կապ չունի ու բնական չենք ուզում, չէ՞ որ մարդը տենց լինի։ Ասի մեզ ուզում են ներքաշեն պատերազմի մեջ, մեկին բանանեն, բռնաբարեն, տենց ինքը հայտարարի Մենք էլ գնանք պաշտպանենք, այսինքն պատերազմի մեջ մտնենք։ Հա, այսինքն էդ է իմաստը։ Հիմա ասենք եթե դու ուզում ես բան անես, կաթողիկոսին քո զավթաֆիլիայով գնաս եւ վեհարանը վերցնես եւ 80%-ը այդ բանին է աջակցում։ Բայց դու ով ես 80% աջակցում է այդ հաստատությանը, չէ՞։ Հիմա դու այսինքն քո այդ վարկով, որ բոլորին բրախել ես, գաս եկեղեցին վերցնես ու իր հետևորդներին բրախես։ Ասես ին վրա հույս չդնեք։ Ես կաթողիկոս եմ փոխում ըստեղ զորով, շարով։ Բայց ին վրա հույս չդնեք, երբ որ փոխեմ բրծնեմ։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հա, թուրքը գազես կոտորի, բայց ին վրա հույս չդնեք։ Ես միայն Խաչատուր Սուքիասյանի փողերի մեծացման հարցով եմ զբաղվում, այ Խաչատուր Սուքիասյանը կարա ին վրա հույս դնի, Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան, բոլորը կարան ին վրա հույս դնեն, բայց դուք սիրելի հայեր, որոնք տարբեր երկրներում մեր լեզվով եք խոսում, մեր մտքերով եք ապրում, մեր անցյալով եք ապրում դեպի ապագա եւ երբ երեխա եք ունենում, մեր լեզուն զորով շարով ուզում եք փոխանցել ձեր երեխային, որ մեր ինքնությունը լինի, որ հետո այս երկրին նպաստի, ին վրա հույս չդնեք, բայց Խաչատուր Սուքիասյանը գրպանը ին վրա կարա հույս դնի։ Սա է, ամբողջ այս կռիվը ինքը բանի կռիվ է, հա, այդ տեսակի ու արժեք չէ, բանի, խառնվածքի, որը խառնվածքից դառնում է քաղաքակրթություն։ Դրա կռիվն է, ինքը բրախիստ է, Ռուբեն Վարդանյանը հակառակը իր միլիարդները թողնում, ասում ես պիտի գնամ արցախցիների հետ ապրեմ, որ մի քիչ իրանց պաշտպանությունը ուժեղանա։ Սամվել Կարապետյանը, սա բրախում է Սիրիայում հայերին, երբ որ տերորիստները հարձակվում են։ Իմիջիայլոց այսօր քրիստոնյաների դեմ էլի ահաբեկչություն է եղել Սիրիայում, եկեղեցում պայթյուն են արել։ Հա, բրախում է այնտեղ հայերին, գիշերը հյուպատոսությունը թողնում թռնում է Հալեպից, իսկ Սամվել Կարապետյանը ասում է թքած իմ բիզնեսների վրա, ես գալիս եմ, որովհետև այստեղ մարդկանց խնդիր կա եւ մարդկանց պետքա պաշտպանել, պլյուս նաեւ ինձ, որտեղ այդ մարդկանց պաշտպանել ինձ էլ պաշտպան։ Ու էսա, ու բոլորս էլ պետքա նաեւ բացի այդ պաշտպանելու միտումը պետքա նաև հասկանանք, որ սա անձնական հարց է։ Բոլորիս անձնական խնդիրը, այսինքն չգիտեմ, կարող բոլորիս չէ, բայց ես անձնական խնդիր ունեմ։ Այդ մարդը իմ իրավունքները ոտնահարել է, իմ սեփականությունը տվել է ուրիշին, ինձ խաբել է, 2018 թվականին ժողովրդավարությունը ասել, Արցախի ինքնորոշումը ասել, բայց խաբել է, դատարանները զավթել է, Արցախը տվել է,
չի կարա ինձ երկրի իշխանությունը խափի ու ես ենթարկվեմ այդ իշխանությանը։ Նա իշխանություն չի կարա լինի։ Ինձ խափողը չի կարա լինի ինձ իշխան, չէ՞։ Պարզ բան եմ չի ասում, դժվար չի հասկանալ։ Եթե ինձ գցել է, չի կարա ինձ իմ կյանքը բան անի, կառավարի։ Շատ պարզ է։ Ու նույնը ասենք, եթե գալիս են տենց ինչ-որ ասում են կաթողիկոսը ես իմ էսա արել, էնա արել, արցախցիները չեն կռվել, սա նախկիններն են մեղավոր, հասկացանք, կամ ռուսներն են մեղավոր, հասկացանք, շատ լավ, ահա։ Բայց այդ մարդը ինձ է խաբել, իմ իրավունքն է ոտնահարել։ Ես չեմ կարողանում հիմա գնամ մտնեմ Արցախ, Գորիս Կապան ճանապարհով գնամ։ Տավուշում իմ իրավունքները խախտեց, որ տվեց այդ տարածքները։ Հիմա ես չեմ կարող պատասխան ստանամ իրանից։ Ով կարա ինձ թույլ չտա, որ ես իմ իրավունքները չվերականգնեմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ամենակոպիտ ձևով խախտում է դա։ Այս պարզ բան, դե ինչ են եկել համոզում ռուսներ, արցախցիներ, էսեր եներ։ Ես խնդիր ունեմ իմ իրավունքները վերականգնելու։ Կպնում ես կպի, չես կպում ձենդ կտրի։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ հարգելի Հովհաննես, կարծում Ես եմ էլ եմ էլի շնորհակալ ալիքներ կլինեն։ անպայման լավ է։ Լավ, առաջնագծում։ Առաջնագծում։